Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգը։ Այս մասին հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Փաշինյան-Զելենսկի հեռախոսազրույցից հետո Ուկրաինա գործողված փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը երեկ մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարություններին։ Արտգործնախարարությունից հայտնել են, որ միջոցառումների շրջանակներում Կոստանյանը կարճատև զրույցներ ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Ընդգծելով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան քաղաքական շփումներն ու տնտեսական փոխգործակցության դրական դինամիկան, զրուցակիցները կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու եւ հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը։ Հապկին Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Հապկում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլիևը ասել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից հնարավոր զրկումը կպահանջի բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ Ըստ նրա, այս հարցը հավանաբար կքննարկվի երկրների ղեկավարների կողմից ՀԱՊԿ Քաղաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում, որը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 11-ին։ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղորհնեքը։ Այն հայ եկեղեցու 5 տաղավար տոներից 4-րդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Այսօր բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կատարվել է խաղողի օրհնության կարգ։ Մենք միաժամանակ հայ ծևաղոտ կառասպած բարձրացրեցինք, որպեսզի Սուրբ Աստվածամոր բարեխոսությամբ առատորեն հեղվեն շնորհներն ու օրհնությունները մեր կյանքին։ Մեր կյանքը դառնա պտղաբեր, բարությամբ ու բարիքներով։ Եվ մենք մեր ժողովրդի զավակում Հայաստան եւ Իսպյուրս լավատեսության, հույսով ու հավատքով շարունակեն արարել, շենացնել մեր հայրենիք եւ բարոր դարձնել մեր ժողովրդի կյանքը, որպեսզի կարող լինենք մշտապես հեռու բանել ժամանակների մատուցած բոլոր փորձությունները մեզ եւ կարողանանք կերտել լուսավոր, բարոր, երջանկաբեր ապագան մեր ժողովրդի համար։ Արդեն ավելի քան 10 օր է Վայոց-Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի բնակիչներն ահաբեկված են եւ վախենում են երեկոյան ուշ ժամերի տնից դուրս գալ։ Գյուղի բնակիչները Գագիկ Շամշյանին հայտնել են, որ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, որը քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին, ինչպես նաեւ բնակիչներին վախեցնելու գործողություններ է կատարում։ Բնակիչները դիմել են ոստիկանություն, սակայն մինչև հիմա դիմակավորված անձը չի հայտնաբերվել։ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները։ Լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Ալեքսանյանի հրաժարականի դիմումը։ Հիշեցնենք, որ նրա լիազորությունները կասեցված էին։ Նա, իր օգնական Թամարա Պետրոսյանը եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը անցնում էին քրեական գործով եւ նրա վերաբերյալ մեղադրական վերդիկտ էր կայացվել։ Օրերս վիճաբանություն եւ ծեծկրտուք է տեղի ունեցել Զվարթնոց օդանավակայանում։ Օգոստոսի 13-ին առավոտյան տեղեկություն է ստացվել, որ Visa Concert ավիաընկերության գրասենյակի մոտ մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունենում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ ոստիկանները պարզել են, որ 4 կանայք միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայոյանքներ եւ փոխադարձ հարվածներ են հասցրել։ Ոստիկանները նրանց խուլիգանություն եւ ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ փոխել են Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության գծային բաժին։ Ծեծկրտուկի մասնակիցներից մեկն աշխատում է Visa Concord Charters ընկերությունում որպես ավիաընկերությունների ներկայացուցիչ։ Այս գիշեր Մոսկվայի մարզը ենթարկվել է վերջին շրջանում ամենազանգվածային անօդաչուների հարձակումներից մեկին։ Գիշերվա ընթացքում խոցվել է 187 ԱԹՍ։ Մերձմոսկովյան Պադոլսկում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է տուժել։ Ռամեսկոյում գիշերային ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 1 մարդ է մահացել։ Իսկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ օգոստոսի 15-ի երեկոյից մինչև այսօր ժամը 16:30-ը Մոսկվայի շրջանի ուղղությամբ 600 ԱԹՍ է թռել։ Մեկորների ընկնելու հետևանքով տուժել է 3 մարդ։ ԱԹՍ-ների զանգված
զանգվածային հարձակման հետևանքով Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո եւ Ժուկովսկի օդանավակայանները շուրջ 4 ժամ որևէ թռիչք չեն ընդունել։ Ժամանակավոր սահմանափակումներն այսօր առավոտյան են հանվել։ Տեղեկություններ կան, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է նաեւ Պոդոլսկում գտնվող Վալբերիսի խոշորագույն պայեսներից մեկին։ Վրաստանի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ երկարաժամկետ զարգացման ապահովման գործում Վրաստանի կարևոր դերի մասին։ Այդ մասին նա ասել է երկրում Ադրբեջանի դեսպանատան պաշտպանության հարցերով նոր կցորդի հետ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում վրացի նախարարը նաեւ ընդգծել է Վրաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության նշանակությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման համար։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահը ստորագրելով Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը փաստացի ճանաչել է դիմադրության առանցքի գոյությունը։ Ղալիբաֆը հայտարարել է նաև, որ Իրանը-ամերիկյան բանակցությունների ժամանակ Վաշինգտոնը փորձել է հասնել այն բանին, որ Թեհրանը հրաժարվի հրթիռային եւ միջուկային ծրագրերից, դիմադրության ուժերին աջակցելուց եւ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունից։ Ղալիբաֆի խոսքով 15 կետից բաղկացած սկզբնական փաստաթուղթը ներառում էր պահանջներ այս բոլոր հարցերի վերաբերյալ, սակայն ի վերջո Թրամփը ստորագրել է մի փաստաթուղթ, որը փաստացի նշանակում էր դիմադրության ճակատի ճանաչում։ Մեկնաբանելով Թրամփի Հորմուզի նեղուցի մասին հայտարարությունները, Ղալիբաֆը Միացյալ Նահանգների հետ բանակցություններն անվանել է մարտական դիվանագիտության տարատեսակ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալ Ջազիրե հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփից խոստում է ստացել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ եւ այժմ սպասում է դրա կատարմանը։ Թուրքիային 2019 թվականին դուրս էին թողել F-35-ի միջազգային ծրագրից ռուսաստանյան զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելուց հետո։ Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ ռուսաստանյան համակարգերի շահագործումը կարող է վտանգի տակ դնել ամերիկյան կործանիչների ցածր նկատելիության տեխնոլոգիաները։ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 16-ից 21-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Մեր կոմֆորտային եւ շատ հաճելի ամառը շարունակվում է, առաջիկա 5 օրերին եւս Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում առանձնապես չի կանխատեսվում, ամենաշոգ գոտում Արարատյան դաշտում, այդ թվում նաև եւ Երևանում, առաջիկա 5 օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հիմնականում կտատանվի 33-ից 35 աստիճանի սահմաններում։ Օգոստոսի 16-ի երեկոյան ժամերին, օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում նաև Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, իսկ օգոստոսի 17-ի ցերեկվանից սկսած տեղումները երեկոյան ժամերին հիմնականում կպահպանվեն Շիրակում, Լոռիում եւ Տավուշում։ Հանրապետության մյուս շրջաններում կգերակշռի առանց տեղումների եղանակ։